Ձեզ ենք ներկայացնում մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից ներդրված սպառողի օգնական գործիքը, որը հասանելի է հանձնաժողովի պաշտոնական Confetti.am կայքում։ Սպառողի օգնականը հնարավորություն է տալիս համակարգի միջոցով ստեղծել ձեր խնդրի վերաբերյալ բողոքը։ Գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է գրանցվել համակարգում։ Գրանցումը անհրաժեշտ է միայն մեկ անգամ։ Սեղմում ենք դիմել առցանց կոճակը, այնուհետև սեղմում ենք գրանցվել կոճակը։ Մուտքագրում ենք գրանցվողի էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը, տեսակը ընտրում ենք ֆիզիկական անձ։ Փաստաթղթի տեսակը ՀՀ քաղաքացիության դեպքում ընտրում ենք հանրային ծառայության համարանիշը։ Փաստաթղթի համարը դաշտում լրացնում ենք ՀԾՀ-ն, քաղաքացիությունը նշում ենք ՀՀ։ Գրանցման գործընթացը շարունակելու համար էլեկտրոնային փոստին ուղարկված մեկանգամյա կոդը մուտքագրում ենք համապատասխան վանդակներում։ Այնուհետև լրացնում ենք մեր անձնական տվյալները։ Ստեղծում ենք գաղտնաբար։ Նշում, որ համաձայն ենք օգտագործման պայմաններին։ Անձնական տվյալները լրացնելուց հետո գրանցումը ավարտված է։ Մեկ աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովը նույնականացնում է տվյալները և էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկում գրանցումը հաստատված լինելու մասին ծանոթում։ Մուտք ենք գործում համակարգ։ Մուտք գործելուց հետո ընտրում ենք սպառողի բողոք ձևաթուղթը։ Համակարգը գեներացնում է անձնական տվյալները և հաջորդ քայլում ներկայացվում է ձեր խնդրին առնչվող ձևաթուղթը։ Ենթադրենք ձեռք ենք բերել հեռուստացույց, որը գտնվում է երաշխիքային ժամկետում, ունի թերություններ, սակայն վաճառողը հրաժարվում է դրանք վերացնելուց։ Ձևաթղթի ապրանքատեսակ դաշտում նշում ենք խնդրո առարկա ապրանքը։ Այստեղ լրացվում են ապրանքի վերաբերյալ մանրամասները։ Տեղեկատվություն վաճառողի վերաբերյալ հատվածում լրացվում է վաճառողի անվանումը, ՀՎՀ-ն, վաճառողի էլեկտրոնային փոստի հասցեն։ ՀՎՀ և վաճառողի էլեկտրոնային փոստի հասցեն դաշտերը չլրացվելու դեպքում հանձնաժողովը ինքը դրանք կլրացնի, հաշվի առնելով, որ սպառողը կարող է դժվարություններ ունենալ այդ տվյալները գտնելու հարցում։ Խնդրի առարկայի վերաբերյալ տեղեկություններ հատվածում լրացվում է ապրանքի գնման վայրը, գնման ամսաթիվը, թերությունների հայտնաբերման ամսաթիվը, երաշխիք լինելու դեպքում երաշխիքի տվյալները, ապրանքի գինը, վճարման եղանակը։ Խնդրի առարկան հատվածում ձեզ են ներկայացվում առավել հաճախ հանդիպող խնդիրները, որոնցից դուք կարող եք ընտրել ձեր իրավիճակին համապատասխան տարբերակը կամ տարբերակները, իսկ ներքևում մանրամասնել արդեն կոնկրետ խնդիրը։ Այնուհետև ձևաթղթում նշված տարբերակներից ընտրում ենք խնդրի լուծման ձեր ակնկալած տարբերակը կամ տարբերակներից մի քանիսը։ Անհրաժեշտ է գցել որևէ հավաստող փաստաթուղթ, օրինակ երաշխիքային կտրոն։ Ֆայլի նկարագրություն դաշտում նշվում է կցված փաստաթղթի տեսակը, այս դեպքում երաշխիքային կտրոն։ Ֆայլը կարող եք ներբեռնել բոլոր հնարավոր ձևաչափերով, որոնք նշված են վերևում։ Սեղմելով հաջորդ կոճակը, համակարգը ինքնաշխատ տարբերակով ձևավորում է ձեր բողոքը։ Ներկայացված տվյալների հավաստիության հաստատման վերաբերյալ նշումից հետո բողոքը հաջողությամբ ուղարկված է։ Ներկայացված բողոքը պահպանվում է ձեր աշխատատեղի ներկայացված բանակի մեջ։ Բողոքի հետագա ընթացքը ապահովելու համար
Հանձնաժողովի աշխատակիցը համակարգում տեսնում է ձեր ուղարկած բողոքը, ստուգում է բողոքում վաճառողի էլեկտրոնային փոստի հասցեի առկայությունը, դրա բացակայության դեպքում լրացնում այն և ծանոթում կողմերին։ Տնտեսավարող սուբյեկտը իր էլեկտրոնային փոստին ստանում է նամակ, որտեղ նշված է, որ երկշաբաթյա ժամկետում պետք է պատասխանել սպառողին, այդ մասին հայտնելով նաև հանձնաժողովին։ Միաժամանակ սպառողը ստանում է ծանոթում այն մասին, որ իր դիմումին ընթացք է տրվել։ Երկշաբաթյա ժամկետում տնտեսավարող սուբյեկտի կողմից պատասխան չստացվելու դեպքում հանձնաժողովը կքննարկի բողոքի առնչությամբ վարչարարություն իրականացնելու հարցը։